Երեխային կրծքին դնելու ժամանակ թույլ տրվող սխալները։ Շատ հաճախ մայրերը երբ կրծքով կերակրելիս ցավ են զգում, պնդում են, որ իրենք ճիշտ են դնում երեխային կրծքին։ Եվ հիմնական փաստարկը այն է, որ երեխայի շուրթերը դուրս են շրջված։ Այո, իհարկե, շուրթերը կարող են դուրս շրջված լինել, բայց սովորաբար դա լինում է այսպես բադիկի պես, երբ երեխան այստեղ է ծծում, նրա շուրթերը դուրս են շրջվում և նա վնասում է կրծքի պտուկը։ Ճիշտ բռնումը դա ծամող մկանների աշխատանքն է։ Երբ երեխան լայն բացում է բերանը և նրա շուրթերը ինքնաբերաբար վերջում դուրս են շրջվում։ Եվ սա է ճիշտ բռնումը։ Հաջորդ սխալը երեխային կրծքով կերակրելիս դա գլխի շրջումն է։ Նա պետք է այսպես կերակրվի, բայց շրջում է գլուխը և նրա մարմինը այսպես է գտնվում։ Սա հանգեցնում է վատ վակուումի և վատ ծծելու։ Բացի այդ, երեխան կարող է ձգել պտուկը։ Նրանք դա անում են այսպես, գլուխը հետ են գցում, ձգում են։ Այստեղ կարելի է երկու տարբերակով օգնել երեխային։ Առաջինը մենք մոտեցնում ենք երեխային, ամուր պահում և այդպես նա հանգստանում է ու սկսում է հանգիստ ծծել։ Կամ էլ երեխային հեռացնում ենք, փոքր դադար ենք տալիս, նորից մոտեցնում և նա սկսում է լավ ծծել։ Հիմնական սխալներից մեկը կրծքերի ճիշտ հերթափոխի բացակայությունն է։ Վարեք օրագիր։ Կամ կարող եք կերակրել մեկ կրծքով և կապել մազի ռեզին։ Ինչ է նշանակում կրծքերի հերթափոխը։ Դուք արթնացրել եք երեխային կամ նա ինքն է արթնացել, դուք նրան մոտեցրել եք աջ կրծքին, հետո փոխել եք տակտիրը և նորից մոտեցրել նույն կրծքին։ Երբ երեխան քնել է, նրան մոտեցնում եք ձախ կրծքին, փոխում տակտիրը և նորից մոտեցնում ձախ կրծքին։ Եթե դժվարություններ ունեք, մի ամաչեք դիմել կրծքով կերակրման խորհրդատուի։ Նա անպայման կօգնի ձեզ կազմակերպել հարմարավետ կրծքով կերակրում և ձեր և երեխայի համար։